Տասնյակ հազարավոր տարիներ առաջ մենք հոմո սապիենսներս մենակ չէինք։ Աշխարհում բնակվում էին նաև մարդկային այլ տեսակներ՝ նեանդերթալները, հոմո էրեկտուսը, հոմո ֆլորեսիենսները, թիվս այլոց։ Բայց սա երկար չտևեց, երբ հոմո սապիենսը սփռվեց դեպի նոր տարածքներ, մյուս մարդկային տեսակները անհետացան։ Եվ այսօր այդ հոմո սապիենսը մարդկային տեսակներից միակն է, որ կենդանի է մնացել։ Արդյոք սա պարզապես պատահականություն է։ Հրարին այդպես չի կարծում։ Նրա խոսքերով հոմո սապիենսը ոչ միայն չէր մտածում մեր մարդկային զարմիկների մասին, այլև հոմո սապիենսը պայքարում էր նրանց դեմ, մրցում նրանց դեմ և գուցե նույնիսկ բնաջնջում նրանց։ Հրարիի ամենասարսափելի տողերից մեկն ասում է. հանդուրժողականությունը սապիենսի ուժեղ կողմը կամ ապրանքանիշը չէ։ Տարբեր ժամանակներում մաշկի գույնը, լեզուն, նույնիսկ բարբառը կամ կրոնական փոքր տարբերությունները բավական են եղել, որ սապիենսների մի խումբը ոչնչացնի մեկ այլ խմբի։ Ըստ էության, Հրարին ասում է հետևյալը. ցեղասպանության դրդապատճառները միայն քաղաքական չէ, այն նաև հոգեբանական է, ցեղային և բնազդային։